Ջոնել եք չեք կարողացել օգտվել մի քանի կարգավիճակներով այսպես ասեմ, առաջինը որպես մուլտիվելնես ակումբի հաճախորդ, ով ինչպես մի շարք այլ հաճախորդներ այս օրերին զրկված են ակումբ հաճախելուց եւ մասնակցելուց բնականon իրենց պարապմունքներին, այստեղ եմ նաեւ որպես քաղաքացի, ով մտահոգ է եւ ում համար կարևոր է արդարությունը եւ այն գերակա բնույթ է կրում եւ այստեղ եմ նաեւ որպես ուղղակի աջակից պարոն Ծառուկյանի եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Շատ լավ, համացանցում Դե ինձ թվում է դա ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերը հաջորդեցին պարոն Ծառուկյանի քաղաքական պայքարի մեջ մտնելու եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ սկսած եւ որոնք շարունակվեցին հետ ընտրական գործողություններով եւ մի շարք հայտարարություններով, կարելի ասել, որ սրանք սպասելի գործողություններ էին, սակայն այդ ամենից դժում է նաեւ շարքային քաղաքացին, դժում են աշխատակիցները, ովքեր ունեն հացի խնդիր, ովքեր այս պահին պարապուրդի են մատնված եւ չգիտեն իրենց հետագա անելիքները։ Ներողություն, դուք փաթեթով եք այստեղ համարվելու եւ ինչքան ժամանակով եւ փաստորեն դժում եք, հա, այս դեպքում ձեր Այո, իհարկե։ Ինչքան եք կորցրել եւ այսօրեն հնարավորություն հստակ գումարի մասին չեմ ուզում խոսել, տարեկան փաթեթներով եւ տարեկան փաթեթը, կարծում եմ, որ սա երկար չի շարունակվի, հույս ունեմ, որ կբացվի ակումբը եւ մարզումները նորից կսկսենք շարունակվեն։ Եվ միջազգային վարկանիշի տեսանկյունից Հայաստանում փաստացի բիզնեսներ են փակվում։ Սա ներդրումների մասին խոսող իշխանության համար այդ համատեքստում որքանով է ձեռնտու, իրենք շարունակ խոսում են ներդրումների մասին, բայց տեսնում ենք այստեղ սեփականության իրավունքը փաստացի անձեռնունի չէ։ Ներդրումների մասին խոսվում են, բայց միգուցե այստեղ միտում կա ներդրումների ուղղվածությունը թեքելու, միգուցե հայկական ներդրողները, ռուսամետ ներդրողները իրենց լեզվով ասեմ, բելառուսական, ռուսական այդ մարդկանց ներդրումները միգուցե պետության համար այդքան էլ նախընտրելի եւ ընտրելի չեն, միգուցե ներդրումների ուղղվածությունը վեկտորը այսօր փորձում են փոխել այլ ուղղություն, դրա համար չունեն նման մտահոգություն, որ բիզնեսները փակվում են։ Եվ մի բան էլ եմ ուզում ասեմ, օգտվելով առիթից եւ ձեր տրամադրած հարթակից, ես հույս ունեի, որ այս հարթակը պետք է ավելի լինի եւ կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը նույնպես այստեղ ասելիք ունի, զուտ հայտարարության տեսքով հանդես գալը կարծում եմ, որ ոչինչ է, որովհետեւ նրանք պետք է հասկանան, որ այս բռնաճնշումները կարող են վերաբերվել հետագայում նաև իրենց եւ կարծում եմ, որ մի տեսանյութով հնարավոր չի ջնջել մարդու տարիների ընթացքում ստեղծած վարկանիշը։ Հիմա որ փողոցային պայքար լինի, դու ձեզ չգիտեմ, հարազատները պատրաստ եք։ Միանշանակ, առանց մտածելու։ Ինչքան ժամանակ եք մարզվում եւ փաստորեն։ Ես շուրջ 7 տարի եմ մարզվում եմ մուլտիվելնես ակումբում։ Ես ինչպես իմ նախորդ մարզվողն ասաց, անկեղծ լինեմ, ես չեմ ուզում որևէ քաղաքական իրադրություն, որևէ քաղաքական խժդժություն խաթարի մեր առողջական, մեր հետ որպես մարզվողի մեր խնդիրները, որովհետև մենք այստեղ գալիս ենք, իրականում մենք գալիս ենք այստեղ առողջանալու, մենք գալիս ենք այստեղ մեր ֆիզիկական վիճակը բարելավելու, ես կուզենամ, որ բոլոր մարզվողները մի մարդու պես այստեղ լինեն եւ այն ինչ որ իրենք են զգում օրվա ընթացքում 7 օր շարունակ շաբաթվա մեջ նրանք հաճախում են եւ իմ շրջապատում կան մարդիկ, ես շուրջ 5 օր կարող է շաբաթվա մեջ գամ, մոտ եմ ապրում, ինձ շատ հարմար է, շատ լավ պայմաններ են, ես կուզենամ, որ բոլորը կանգնեն ակումբի կողքին, որովհետև եթե դուք մարզվում եք, եթե դուք ունեք այն խնդիրները, որ գալիս եք այստեղ բարելավելու, պետք է աչալուրջ հետևեք դրան։ Օրինակ ես մի շաբաթ չեմ պարապել, ինձ համար շատ դժվար է եւ
Դες համար կներեք այլ ընտրանք չկա այլ ակումբ։ Ոչ, այլ ընտրանք չկա, սա շատ հարմար է, շատ բազմազան է։ Ակումբներ կան, որտեղ միայն յոգա է, որտեղ միայն պարեր են կամ ինչ որ միայն լողավազան է, իսկ այստեղ համակցված բոլոր ծառայությունները կան։ Ես շատ լավ ծառայություններ են, որակավորված մարզիչներ, ես ուղղակի հաճույք եմ ստանում մարզիչների հետ, իմ բոլոր պարապմունքները խմբային պարապմունքներ են։ Ես մարզասրահ չեմ գնում անկեղծ, որովհետև իմ մարզիչների պրոֆեսիոնալիզմը ինձ լրիվ բավարարում է եւ ես գտնում եմ, որ այս մարդիկ, ովքեր ներդրում են, ովքեր ամբողջությամբ ներդրվում են մեր առողջության համար, մեր, չգիտեմ, բարելավելու մեր ֆիզիկական վիճակը, սա արդարացված չի, սա պետք է ինչ-որ ձևով լուծվի այս հարցը։ Ես նորից եմ կրկնում, ոչ մի քաղաքական կոնտեքստի մեջ չեմ մտնում։ Որպես կալիք ունեք երբ կբացվի։ Եթե օրինակ չի բացվի մոտ ժամանակներ, ինչ կպատրաստվի։ Շատ կներեք, այստեղ մի քիչ ավելի բան անեմ, այստեղ չէ, դատի այս րոպեին չենք մտածում դատի տալու մասին, քանի որ մենք մտածում ենք, որ խելամիտ կգտնվեն եւ այս ինչ որ արել են, կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնեն, որ հնարավոր չի այսքան մարդու թողնել, որ կամքի ասենց թողնել չգնան իրենց այո, նեղացնեն եւ իրենց առողջությունը չկարողանան բարելավել։ Ես ասեք Դուք այստեղ որպես մարզվող եք, բայց այնուամենայնիվ որպես քաղաքացի ինչպիսի զգացողություններ ունեցեք եւ ինչպիսի կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու վերաբերյալ այդ կոշտ բիղ մեթոդներով, նրա մեղադրանքի վերաբերյալ որպես քաղաքացի, ձեր որպես քաղաքացի, որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնավորություն, ես գտնում եմ, որ մարդու իրավունքների խախտումը ոչ ոք չպետք է անտեսի եւ չեմ ուզում որևէ նորից կրկնել քաղաքական գործընթացներին ես ինքս երբևիցե մասնակից չեմ եղել, ոչ մի կուսակցության ներկայացուցիչ չեմ, խնդրում եմ այդ հարցը ես խորությամբ չեմ կարող պատասխանել եւ չեմ էլ ուզում պատասխանել, ես միայն նշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք պետք է մարդու իրավունքները չոտնահարի։ Շատ լավ։ Ես եմ խոսում։ Դուք կներկայանաք, մարզիչ եք։ Լավ ասած։ Կներկայանաք։ Եմ մուլտիվերնեսի մարզիչ եմ, բռնցքամարտի բաժնի ղեկավարն եմ։ Մենք ստեղ չենք հավաքվել խնդրանքով, մենք ստեղ հավաքվել ենք հարգելի լրագրողներ ջան պահանջով։ Շուրջ 150 աշխատակիցներ այս պահին անգործ են մնացել։ Ամեն մեկս ունենք տուն, անչափահաս երեխաներ, վարկեր եւ այլն։ Հիմա մենք ստեղ էմոցիոնալ հավաք չի։ Կորցրել ենք մեր աշխատանքը, ինչ անենք լրագրողներ ջան։ Ոչ մի նորություն չկա, անորոշ վիճակ է։ Հիմա մենք կարող ենք ստեղ խոսել ամեն ինչից շատ հանգիստ, բայց մեր պահանջը շատ հանգիստ չի։ Մենք արդեն 6 օր շարունակ աշխատանք չունենք։ Մենք լավ հասկանում ենք, որ վերքը տիրոջն է ցավ տալիս, բայց արդեն 150 աշխատակից գործ չունի ժողովուրդ ջան։ 150 աշխատակից։ Մեր պահանջը հետևյալն է. տվեք մեր աշխատանքը, տվեք աշխատանքի հնարավորություն մենք աշխատենք, մնացած ներքին ուզում այդ հնարավորությունը թե քննչականից ու այն մարմիններից ովքեր պատասխանատու են այս մասով, ովքեր պատասխանատու են, մենք այդ պահանջով ենք եկել 10 տարի անձամբ ես կյանքը, ռեսուրսները, ժամանակը ներդրել ենք այս ամեն ինչի մեջ, որ մի օր արթնանանք ու լրիվ փակ է։ Չի լինում այդեն ժողովուրդ։ Մենք հիմա հանգիստ խոսում են հաճախորդները եւ այլն, բայց մենք պահանջ ունենք։ Բացեք, մենք աշխատենք, մնացած ձեր հարցերը դուք լուծեք։ Այսքան երեխա, հաճախորդ, ծնողներ, աշխատակիցներ ինչի համար են հավաքվել։ Հավաքվել են այդ պահանջով։ Ու մենք այդ պահանջի կողքին ենք լինելու, մինչև բացվի մեր ակումբը։ Առանց մեզ նախապես տեղեկացնելու առավոտյան փակել են։ Մենք չգիտենք հիմա ուրիշ տեղ գնանք աշխատենք, չգիտենք մնանք ստեղ, հաճախորդներին ինչ պատասխանենք, մեր ընտանիքը ոնց պահենք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի ստեղ, չէ՞, բայց փաստը նրանում է, որ աշխատանք չունենք, ժողովուրդ։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, աշխատանք չունենք։ Մնացած արդեն հարցերը, թե հաճախորդը, թե այս կողմ, այն կողմ, չունենք աշխատանք, չենք կարա մեր ընտանիքը պահենք, չունենք աշխատանք, չենք կարա մեր վարկերը փակենք, կոմունալների հարցերը։ Իսկ ինչը վերաբերում է մեր սեփականատիրոջ մասով, ես ուսանող եմ եղել, ապրիլյան քարորիա պատերազմի մասնակից եմ եւ մուլտիվերնեսի աշխատակից եմ։
Այդ 3 փուլերով ես որ անցել եմ, միշտ սեփականատերը մեր կողքին ա եղել։ Միշտ, թե որպես քարորիայի մասնակից, թե որպես ուսանող, թե որպես աշխատակից։ Մնացած հարցերը, այն ինչ որ կա, իրանք ներքին կարգով թող լուծեն, մեզ ինչ են, մեզ են կպնում։ Ուզում եմ դա հասկանամ։ Ունեցող ընդհանուր առմամբ իրավական թե քաղաքական գործընթաց է։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ իրավական թե քաղաքականը, փաստը մնում է նա, որ մենք աշխատանք չունենք այս պահին։ Մենք եկեք այդ դրա վրա կենտրոնանանք։ Չունենք, արդեն 6-րդ օրն է։ 6-րդ օրն է, չունենք աշխատանք։ Մենք ուշ միացանք, քանի աշխատանք։ Արդեն 150 աշխատակից չունեն աշխատանք, ժողովուրդ։ Ամեն մեկն էլ ունի իր ընտանիքը, իր երեխեքը, իր վարկերը։ Մենք դրա վրա պիտի կենտրոնանանք։ Լուծեք մեր հարցը, բացեք ակումբը, աշխատենք, ժողովուրդ։ Ինչ հիմնավորում են։ Ոչ մի հիմնավորում։ Երկու շաբթի առավոտյան եկել ենք աշխատանքի, արդեն փակ չեն, թույլ տվեն մտնենք ներս ու անորոշ վիճակ, չգիտենք ինչ անենք։ Իսկ հաճախորդների հետ կապված նաև, այսպես հաճախորդները։ Դե հաճախորդները հիմա ելույթ ունենում են, բայց ոչ մեկը անորոշ վիճակ է։ Հիմա նորից եմ ասում, մենք եկել ենք ոչ թե խնդրանքով, ժողովուրդ ջան, մենք եկել ենք պահանջով։ Մենք չենք եկել բողոքի ակցիա անելու, մենք եկել ենք կոնկրետ պահանջով։ Բացեք մեր ակումբը, մենք աշխատում ենք։ Ամեն մեկս մեր ընտանիքն ունենք։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, ժողովուրդ։ Սիրելի լրագրողներ ջան, ամեն մեկը ձեր վրա վերցրեք։ 10 տարի ներդրում ես, կյանք ես դնում, ժամանակ ես դնում, առավոտ գալիս ես, ասում եմ փակա, անորոշ վիճակ, չգիտեք ինչ անեք։ Դուք մեր տեղը լինեք, ինչ կանեք։ Մենք էլ չգիտենք ոնց դիմենք, էսա միջոցը մնացել, որ ձեր միջոցով փոխանցենք ժողովրդին։ Ոչ մի նորություն, անորոշ վիճակ։ Քննչական գործողություններ ներսում կատարվում, այսինքն իրավապահները որևէ գործողություններ։ Այդ մասով ինֆորմացիա չեմ ես տիրապետում։ Ես որպես մարզիչ բռնցքամարտի բաժնի ղեկավար նորից պահանջում եմ, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացածներ, այո, ապրիլյան քարորիա պատերազմի մասնակից եմ։ Ու կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում ենք, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացած ձեր ներքին հարցերը դուք լուծեք։ Ինչ անենք, մենք էլ դուրս գանք Խանջանը փակենք, Սայեդնովան փակենք, Ռայսյան փակենք, չգիտեմ, փողոցներ փակելով այդ պայքարը պահանջը մեր իրականացնենք։ Հավանաբար Արարատյան։ Հիմա նորից եմ ասում, մենք էմոցիոնալ սա բան չի, խնդիր չի, էմոցիոնալ խնդիր չի ստեղ։ Մենք պահանջ ունենք, զրկվել ենք աշխատանքից։ Ամեն մեկս ընտանիք ունի, երեխա ունի, բոլորը ստեղից։ Ով այդ մեր պատասխանը տալու։ Լուծեք մեր հարցը, մեր աշխատանքին գնանք, մնացածը դուք ինչ ուզում եք արեք։